Ես չլսեցի ինչ ասաց։ Փաշինյանին էր մեղադրում։ Բա իհարկե պիտի մեղադրի, ես համաձայն չեմ։ Ինչու դուք գոհ եք իրեն։ Ես շատ գոհ եմ։ Նախ կան մարդիկ, ովքեր ասում են դպրոցներ, մանկապարտեզները ասֆալտը սարքում է նրա համար, որ դրա մեջ փող ունի։ Եկեք հետ գնանք այն նախնիներին, մեր սիրելի չակերտներով նախնիներին, որ իրանք թող անեն, թող այդ փողերը ուտեն, այդպես ասենք, բայց անում են, ոչ մի բանը չեն անում։ Հետ կապված օրինակ խաղաղությունը նկատում եք, Անպայման նկատում եմ, խաղաղություններ եմ նկատում, բարգավաճումներ եմ նկատում, փոփոխություններ եմ նկատում։ Պարգևավճարներին ինչպես եք վերաբերվում։ Գիտեք, 8 միլիոնով պարգևավճարներ են ստանում օրինակ նախարարները։ Արժանի այն։ Գիտեք, ես այնտեղ չեմ եղել, մոմը չեմ վառել, լույսը ես չեմ տեսել, ես համոզված եմ, որ դուք էլ չեք տեսել։ Ուղղակի սիրում ենք մենք մեղադրել, այսինչը ասած, այնինչը արեց։ Պարգևավճարների մասին։ Ես էլ եմ ասում պարգևավճարների մասին։ Դուք այնտեղ եղել եք, տեսել եք պարգևավճարներ ստացել եք։ Տեսել եք։ Բերեք, բացեք, կապած եմ։ Սրփոյի Գալյանը հայտարարեց, որ Սրփոյի Գալյանին չեմ ճանաչում, ինչա կանա ինքը, որտեղ չգիտեմ որտեղից է, ամեն դեպքում ես պարգևավճարների հետևից եկեք չընկնենք։ Եկեք իրար հետևից չընկնենք, եկեք մի քիչ ազնիվ լինենք, մի քիչ գնահատենք մարդու արածը։ Որ դպրոցներին երեխաները ստրկացած են, եթե երեխան տեսավ Սամվել Կարապետյանն էլ իր անձնական միջոցներով այդ մանկապարտեզներ ու դպրոցներ կառուցում։ Իսկ իրան որտեղից այդ փողերը, չեք ասի։ Որտեղից։ Այդ հեծը, որը տենց անում է ժողովրդին, գիտեք ինչ, յուրաքանչյուր բիզնեսմենը բանվորի հաց ու տող է, այսպես ասեմ։ Շնորհակալ եմ։